Ողջույն, այսօր խոսելու ենք այն գործոններից, որոնք կարող են ազդել փոխարժեքի տատանման վրա։ Կան երկրներ, որտեղ երկրի փողը արժույթը ֆիքսված է, այսինքն գրեթե միշտ նույնն է մեկ այլ երկրի արժույթի նկատմամբ։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունների փողը դիրհամն է, որը գործնականում ֆիքսված է դոլարի նկատմամբ։ 1 դոլարը գրեթե միշտ արժե շուրջ 3.7 դիրհամ։ Երկրները դա անում են, եթե խուսափում են տարադրամի փոխարժեքների տատանումներից, քանի որ օրինակ այդ երկրում տուրիստական հոսքը շատ է և տարադրամի փոխարժեքը կարող է անկայուն լինել։ Այդպես կարող են վարվել նաև այն երկրները, որոնք տնտեսական հստակ գործընկեր երկիր ունեն։ Այդ երկրի արժույթի նկատմամբ էլ ֆիքսում են իրենց փոխարժեքը։ Դրան մենք կանվանենք ֆիքսված տարադրամի ռեժիմ, բայց մեր երկրում ոչ թե ֆիքսվում է տարադրամի փոխարժեքը, այլ որոշվում է առաջարկով և պահանջարկով։ Որքան պահանջված է տարադրամը, օրինակ շատ մարդ է ցանկանում դոլար գնել, այնքան հավանական է, որ կբարձրանա դոլարի գինը, և որքան շատ է այդ փոխարժեքի առաջարկը, օրինակ որքան շատ մարդ ցանկանա վաճառել դոլարը, գնել դրամ, այդքան կթանկանա դրամը։ Ասում ենք, թե դրամը կարժևորվի դոլարի նկատմամբ։ Այս փոխարժեքի ռեժիմն էլ ազատ լողացողն է։ Այսպիսին է նաև Հայաստանի փոխարժեքի ռեժիմը։ Հիմա տեսնենք, թե որ գործոնները կարող են ազդել, որ այդ փոխարժեքը, այսպես ասած, լողա, այսինքն ինչն է փոխում բոլորիս իմացած կուրսը՝ դոլարի կուրսը, ռուբլու կուրսը, եվրոյի, յուանի և այլն։ Այսօր կդիտարկենք 3 գործոն։ Եթե տարադրամի գինը որոշում են առաջարկն ու պահանջարկը, ապա տարադրամի փոխարժեքը կփոփոխվի, եթե փոխվի կամ պահանջարկը, կամ առաջարկը, կամ երկուսը միասին։ Հիմա կդիտարկենք տարբեր իրավիճակներ և կտեսնենք, թե ինչ կլինի տարադրամի հետ։ Ինչ կլինի, եթե մեծանա հայկական ապրանքների պահանջարկը։ Շատերը կուզենան գնել հայկական ապրանքներ, այդ թվում արտասահմանում։ Դրամի պահանջարկը կմեծանա, պահանջարկի կորը կգնա աճ ու դրամը կարժևորվի։ Իսկ հակառակ դեպքում, երբ օրինակ շատանա եվրոպական ապրանքների պահանջարկը, այս դեպքում հայերը կվաճառեն իրենց դրամը, այսինքն կառաջարկեն հայկական դրամը, որ գնեն եվրո։ Առաջարկի կորը կգնա աճ և կիջնի դրամի գինը։ Շատ մեծ նշանակություն ունի նաև գնաճը։ Եթե Հայաստանում գնաճը ցածր լինի, արտասահմանում մեր ապրանքներն ավելի սիրելի կդառնան, քանզի ավելի էժան կլինեն։ Շատ մարդ կցանկանա գնել մեր ապրանքները, շատ մարդ ուրեմն կպահանջի մեր փողը, դրամի պահանջարկը կմեծանա, պահանջարկի կորը կգնա աճ, կունենանք ավելի թանկ հայկական դրամ։ Իսկ եթե մեզ մոտ բարձր գնաճ լինի, մեր ապրանքները քիչ մրցունակ կլինեն արտասահմանում։ Մեր արտահանումը կնվազի, ուստի կնվազի նաև դրամի պահանջարկը։ Սա էլ կդառնա հայկական դրամի արժեզրկման պատճառ։ Ինչ կլինի, եթե դրամով ներդրումները քիչ գրավիչ դառնան։ Հայկական դրամ էլ քիչ մարդ ցանկանա ձեռք բերել։ Այս դեպքում ներդրումներ չեն անի, ուստի դրամի պահանջարկը կնվազի, պահանջարկի կորը կգնա ձախ և դրամի գինը կընկնի։ Իսկ երբ դոլարով ներդրումներն են գրավիչ դառնում, հայերն առաջարկում են հայկական դրամը, որ դոլար ձեռք բերեն, ուստի դրամի առաջարկը մեծանում է, ունենում ենք դրամի արժեզրկում։ Իսկ եթե Հայաստանում բարենպաստ պայմաններ ստեղծվեն ներդրումներ կատարելու համար, օրինակ ավանդների կամ պարտատոմսերի և ներդրումային այլ գործիքների տոկոսադրույքները բարձրանան և շատերը ցանկանան գնել դրամ, որ ներդրում կատարեն, այս դեպքում պահանջարկը կմեծանա։ Այսինքն դրամի գրաֆիկում պահանջարկը կգնա դեպի աճ և կտեսնենք, որ դրամի գինը բարձրանում է։